Ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր դիտում են մեզ այս պահին 106.5 FM հաճախականությամբ Էկոանկյուն ռադիոնախագիծն է։ Իսկ այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ դիզայներ նկարիչ Արամ Դանելյանին։ Ողջույն Արամ։ Բարև ձեզ։ Արամ, պատահական չէ ձեր ներկայությունը մեր տաղավարում, որովհետև ժամանակն է խոսել նոր միտումներից դիզայնի աշխարհում, որը անմիջականորեն կապ ունի նաև էկոլոգիայի հետ։ Էկո միտումներից ենք այսօր խոսելու։ Մի որոշ ժամանակ առաջ Միլանում էիք միջազգային փառատոնի ցուցահանդեսի ընթացքում միասին դիտեցինք եւ հասկացանք, որ այս տարվա միտումներից մեկը նույնպես էկո դիզայնն է։ Եկեք առհասարակ բացատրենք մեր ռադիոլսողներին ինչ է իրենից ենթադրում առհասարակ էկո միտումը, հա, դիզայնում եւ ինչ հեռանկարներ եք տեսնում Հայաստանում։ Ճիշտ ասած, այդ միտումները աշխարհում վաղուց են արդեն զարգացում ապրում, Հայաստանում, կարելի ասել մի քանի տարի է։ Օրինակ, հենց օրինակը բերեմ մեր նախագծերի վրա։ Հիմնականում, եթե հնարավորություն ունի պատվիրատուն, նախագծերում հնարավորինը շատ կապ էկոյի հետ, հա, այդ համակարգը ինքը նախընտրում է, ինչի համար, որովհետև աշխարհը առանց էկո մտածելակերպի շատ տխուր պրոգրեսիվ չի կարող։ Այո, շատ տխուր վիճակի մեջ կհայտնվի, թե նյութերի պարագայում էկո, թե նույն անգամ հոսանք, հա, արևային կայաններ, թե բուսականություն, հիմնականում արդեն արհեստական ոչ մի բան չեն ուզում օգտագործեն եւ առաջին հարցը դա է, էկո տիրույթում է գտնվում տվյալ նյութը, թե չէ։ Այ հետաքրքիր է, շատ հաճախ եք շփվում պատվիրատուների հետ, ի՞նչն է նրանց տիպում հիմնականում անցնել այս միտման, մեծ սերը ձգտումը բնությանը այսպես օգտակար լինելու, պահպանելու, թե այնուամենայնիվ սա տրենդ է, որին ուզում են հետևեն։ Գիտեք, ես կարծում եմ դա տրենդից դուրս է արդեն, որովհետև դարձել է անհրաժեշտություն։ Տրենդը մի քիչ շատ ավելի ժամանակավոր բնույթ է կրում եւ գուցե քիչ-քիչ նաեւ ձևական ինչ-որ օղակներում, բայց սա արդեն տրենդի հետ կապ չունի, սա անհրաժեշտություն է, թե առողջության համար, թե անգամ էսթետիկ առումով, այսինքն էկոն սկսում է գրավել աշխարհը։ Մենք անգամ տեսնում ենք նույն էլեկտրոմոբիլները ինչ սրընթաց արագությամբ են, չէ, զարգանում։ Բոլոր առումներով էկոն գնում է դեպի առաջ։ Արմ նայեք, հետաքրքիր է, որ այս միտման հետ զուգահեռ, հա, նաև փոփոխության է ենթարկվում այլ ոճեր։ Տպավորություն է, որ էկոն ամեն դեպքում պարտադիր է դառը էկոլուծումները գրեթե բոլոր ոճերում, որպես առանձին ոչ ենք մենք այս բանը քննարկում, բայց տպավորություն է, որ այսօր ինտերիերները առանց այս լուծումների այլևս անհնար են։ Այո, տեսեք, օրինակ նույն դեկորների հետ կապված, օրինակ տարիներ շարունակ ինչ որ լաքապատված պանելներով եւ այլն, հա, պատեր էին երեսպատում։ Հիմա արդեն նյութեր են բամբուկից հայտնվել, վահանակներ եւ այդ վահանակները տարբեր դիզայնի են լինում, տարբեր գույների, անգամ փայտի ֆակտորաներով, որ ձեռք ես տալիս եւ չես պատկերացնում, որ դա փայտ չի։ Ինքը էկո է։ Եվ այդ փայտի իմիտացիայով, բայց մարդիկ շատերը նախընտրում են դրանցով երեսպատումներն անել, որպեսզի զերծ մնան քիմիական նյութերից եւ նմանատիպ խնդիր ունեցող նյութերից։ Նայեք, հաջորդ հարցը վերաբերվելու է ձեր լանդշաֆտային նախագծերին, որ նախորդ տարի դեպ մրցանակ ստացաք, հենց այո, էկո առաջին մրցանակաբաշխության ընթացքում, բայց հարցս վերաբերում է այն մասին, որ մենք տեսնում ենք այսօր Հայաստանում շատ նախագծեր, որոնք իսկապես այսպես ակցենտավորված էկո են, եւ տպավորություն է, որ Հայաստանում այս ոճը իրոք sense շատ արագ զարգանում է։ Խոսենք այս հեռանկարներից, ինչ եք կարծում, սա ժամանակավոր երևույթ է, թե այնուամենայնիվ իսկապես Հայաստանում այս միտումը կդառնա առաջնային առաջիկա տարիներին։ Կարեն, ես կարծում եմ ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում է առաջնային։ Եվ դա ուղղակի խոսքերով չէ, մենք ինքներս ականատես ենք լինում։ Հայաստանում շատ մեծ իրադարձություններ հենց այդ մրցանակաբաշխությունը, էկո առաջին մրցանակաբաշխությունը եւ բացի այն, որ բարձր մակարդակով էր կազմակերպված, մենք տեսանք նաեւ ինչ մեծ
ծրագրեր, ինչ մեծ առաջընթաց ունի, պահանջարկ, հետաքրքրություն, մասշտաբային լուրջ պրոյեկտեր, եւ ես կարծում եմ դա պետքա առաջ տանել, զարգացնել եւ մարդկանց ենթագիտակցության մեջ նույնպես, որպեսզի շատերը օրինակ չեն պատկերացնում, հա, ինչ խնդիր է լուծում էկոն։ Այ օրինակ այդ մրցանակաբաշխության շնորհիվ, լուսաբանման շնորհիվ մեզ նույնպես շատ հարցեր ուղեցին, թե սոցիալական ցանցերի միջոցով, թե անձնական շփումների միջոցով մենք սկսեցինք բացել այդ հարցերի պատասխանները եւ շատերի համար նոր բացահայտում էր։ Ես կարծում եմ, որ շատ լուրջ սրընթաց արագությամբ առաջընթաց կունենանք։ Շատ լավ։ Հիմա խոսենք մի հետաքրքիր թեմայի շուրջ, որ շատ հաճախ էկոն խառնում են էկոնոմիայի հետ, հա, խնայողության հետ։ Եվ պատական չէր հարցը սկզբում, արդյոք այդ միտումը, հա, պատվիրատուների ընտրել այս ոճը ամեն դեպքում առաջնային էկոնոմիա խնայողությունը չէ, այլ ոչ թե պահպանելու հաձգտումը։ Դե էկոն էկոնոմը չի։ Հա, էկոն միանշանակ է, բայց շատերը խառնում են ասեմ, որ էկոն այնպես չի, որ մաչելի է, որովհետև շատ նյութեր կան, որոնց էկո նյութերը ստանալու համար բավականին լուրջ ռեսուրս է գնում դրա համար, մեծ աշխատանք է գնում, ինչպես եւ ձեռքի աշխատանքները, չէ, ոնց է, նույնը էկոն է, ինքը այնպես չի, որ ամեն ինչից կարելի է իրեն ստանալ, դա մշակում է անցնում, դա ադապտացվում է նույն դեկորներին, ինտերիերին, գունային գաման եւ այլն։ Շատ լավ։ Դրա համար խոսենք էսթետիկ երևույթներից։ Այ վերջերս շատ տարածված է ինտերիերում կիրառել ծառերի առկայություն, հա։ Ինչպես մենք նկատեցինք Միլանում, այնպես կիրառված էր այս հնարքը եւ բավականին գեղեցիկ է։ Արդյոք առաջիկայում ունեք նմանատիպ նախագծեր, երբ ուզում եք էքստերիերը եւ ինտերիերը այսպես միաձուլել։ Եվ որքանով է արդարացված Հայաստանում, հա, նմանատիպ լուծումները։ Հիմա տեսեք, առանց մեր առաջարկների արդեն շատերը գերադասում են ծառային բուսական լուծումներ լինեն ինտերիերում, որովհետև արդեն սկսել են հոգնել շատ ձանձրալի նյութերից։ Բացի էկոն ինքը նաև էսթետիկ բնույթ է։ Սնդուսափալ նյութերից ես կասեի։ Այո։ Լակապատ, ինչպես նշեցիք, այո, փայլուն, ինչ որ sense հայելու այն բաներով բազմաթիվ այո կիրառման։ Տեսեք, օրինակ հիմա շատ մեծ տենդենս կա տերասաների շատ խիտ կանաչապատման բուսական լուծումների հարցում։ Մեր վերջին նախագծերը մի քանի հատ իրենք ուղղակի ոնց որ անտառ մտնես, այնքան շատ են։ Եվ հնարավոր չի դու տերասայի վրա այդքան աշխատանք տանես, ներսում ոչինչ չլինի։ Պետք է ինչ-որ մի ձև կապես։ Բնականաբար կապում ես ներսի բնակարանի, հա, հետ եւ լինում է այն ինչ լինում է։ Եվ մենք ականատես եղանք նույն Իտալիայում, թե այն մեզ հայտնի ծառի շուրջ ինչքան մարդեր հավաքվել, որովհետեւ դա ոչ միայն ծառ էր, այլ ինքը հարց լուծեց այդ ինտերիերում։ Ամբողջ ինտերիերը Focal point-ը կարևոր օբյեկտը։ Ինքը ամբողջը հավաքեց իր շուրջ։ Եվ բոլոր դետալներն ու էլեմենտները սկսում են ենթարկվել այդ ծառին, այսինքն էկո եւ դեկոր, դիզայն, էսթետիկա ինքը մի հատ sense օղակ է, որ կարելի է շատ մեծ հաջողությամբ կիրառել։ Արամ, քանի որ մեր այս նախագծի հովանավորը Ecovil Holding-ն է, որ զբաղվում է արևային կայանների տեղադրմամբ եւ ոչ միայն, այ խոսենք արևային կայանների տեղադրումը որքանով է այսպես արդարացված դիզայնի տեսանկյունից։ Արդյոք կոնֆլիկտ չի, որ պատրաստի արդեն տան, այսպես շինության տանիքին տեղադրվում է կայան եւ որքանով է սա միաձուլվում, հա, դիզայնի հետ։ Տեսեք, Կարեն, եթե վերցնենք պատրաստի տունը եւ պատրաստի տան վրա են տեղադրում, ես կարծում եմ ճարտարապետների, դիզայներների հետ խորհրդատվության արդյունքում, հա, տան տիրոջ արևային պանելներ տեղադրող, այո, ինժեներական, այո, շատ մեծ իհարկե, այո, թիմային աշխատանքի շնորհիվ կարելի է լուծումներ գտնել։ Բայց երբ նոր նախագիծ է ստեղծվում, մեր օրինակ հարցաշարից առաջին 5-ի մեջ մտնում է այդ հարցը։ Արևային
կայաններ տեղադրել։ Արդեն սա պարտադիր հարց է առանձնատների համար, այո, այսինքն քանի սանանգույց է ունենալու, այդ անհրաժեշտության մեջ նաև նշված է տաքացուցիչ ջրի բակ եւ արևային պանելներ։ Ինչի ենք մենք այդ հարցը տալիս։ Նաև ջերմային պոմպեր։ Ջերմային պոմպեր, այո, հիմա համակարգերը շատ օդափոխություն, ջեռուցում եւ այլն։ Եվ այսօր արդեն լուծումները տրվում են այնպիսին, որ արևային կայանները ընդհանրապես չեն խանգարում տան դիզայնին։ Երբ նախատեսվում է նախօրոք եւ թե տերասա, թե լանջային, կառուցվածք ունեցող տանիքներ են, միևնույն է լուծումը նախապես է դու կարող ես պլյուս իր կոմունիկացիաները, չէ, իրանց ենթադրումա բավականին լուրջ կոմունիկացիաներ, ջրատարեր, բաքեր, խողովակներ եւ այլն։ Այնպես որ ցանկալի է որ նախորոք ամեն բան պլանավորվել է միանշանակ, ես խորհուրդ եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ նոր են իրենց նախագիծը սկսում, պարտադիր խորհրդակցել տվյալ կազմակերպության հետ, ովքեր տեղադրելու են արևային կայանները։ Իսկ որոնք որ նոր են, օրինակ ես իմ տանիքին նպատակ ունեմ, պլաններ ունեմ տեղադրել կայան։ Հիմա մեր թիմով պետք է որոշենք, թե ինչ ձև ենք այն տեղակայելու, որպեսզի չվնասի մեր ընդհանուր դիզայնին, կամ հարակից հողատարածքին հարակից ինչ որ այլ շինության, ամառային խոհանոցի, հանգստի ինչ որ զոնայի տանիքին, որոնք որ դառնում են նաև դիզայնի ինչ որ էլեմենտներ։ Շատ լավ։ Իսկապես համաձայն եմ, որ ճիշտ ինտեգրման տարբերակում դիզայնը ոչ միայն կտուժի, այլ նաև միգուցե եւ ավելի նորարարական դառնա, ավելի հետաքրքիր դառնա։ Մենք օրինակ արել ենք այդպես բաց տարածքում ամառային խոհանոցի պես հատված, տանիքը ստացել ենք արևային պանելներով։ Ինքը իհարկե այնպես չի, որ ջուրը չի ներթափանցում, ուղղակի արևից պաշտպանվելու համար, բայց մենք ստացանք մի հետաքրքիր տեսարան, որ տանիք է սիրուն դիզայնով, բայց ինքը արևային պանել է։ Եւ երկուսը մեկում։ Այո։ Հաշվարկներ է իհարկե նախապես արվել, թե քանի հատ պետք է դրվի, որ տանը բավարարի, այդ ուժգնությունը, այդ հզորությունը, այդ չափսերի մեջ նախատեսել ենք տվյալ ամառային խոհանոց։ Շատ լավ, Արամ, մի փոքր զրուցենք նաև կահույքից, վերամշակված կահույքի միտումներից։ Նկատում եմ, որ Հայաստանում առանձնապես այս տրենդը այնքան էլ ակտուալ չէ, որովհետև մեզ մոտ մի տեսակ պատվիրատուները սիրում են, որ ամեն ինչ լինի շատ նոր։ Ինչ եք կարծում, ժամանակի ընթացքում արդյոք այդ sophisticated, հին կահույքը վերամշակել կամ առհասարակ այլ նյութերից վերամշակումներ կատարել եւ ստեղծել նոր կահույք կընկալվի մեր պատվիրատուների կողմից, հասարակության կողմից։ Գիտեք, այստեղ հարցը առաջարկի մեջ է։ Այսօր, երբ մենք ուզում ենք դուք գիտեմ սիրում եք նման դեկորներ, նման կահույքներ, վինտաժային, անտիկ, այո։ Վերջերս մոտ 1 շաբաթ փնտրել ենք մարդ, ով դրանով կզբաղվի եւ չենք գտնում։ Այսինքն, այստեղ կա խնդիր, կա հարց։ Անող չկա, թե պահանջարկ չկա, դրա համար այդ անողները, այդ աշխատակիցները չեն հայտնվում։ Այստեղ կա խնդիր։ Օրինակ, ես կարծում եմ, որ նման արտադրություն ունենալը միայն վինտաժային կահույքների վերանորոգում, կահավորում, չգիտեմ, մշակում, ինքը բավականին մեծ հաջողություն կունենա, երբ որ դու գիտես, որ X վայրում X տեղում նման ծառայություն կա։ Նայեք, աշխարհում շատ հայտնի առցանց խանութներ կան, on-line, որտեղ վաճառվում են հենց վինտաժային կահույք, որոնք բավականին հարգի են աշխարհում, այո։ Վաճառքն է, բա մշակումը։ Մշակումը, վերանորոգումը եւ այլ հարցեր նույնպես իրականում այս հարթակներն են զբաղվում, որովհետեւ նկատելի է, որ հենց ամբողջ լիազորագրերը, սերտիֆիկատները եւ մնացած ինֆորմացիան այս կահույքի հետ կապված նրանք են տրամադրում։ Եվ իսկապես շատ հարգի է, որ յուրաքանչյուր այսպես շատ լավ տանը, այսպես ասած, լինի հետաքրքիր դիզայնի օբյեկտներ, որովհետև այն օբյեկտները, որոնք ստեղծվել են 1960-ական թվականներին, օրինակ, երբևիցե չեն կարող նույն ձև կրկնվեն։ Օրինակ, ես վերջերս
Երևանի սրտում իրականացրեցինք հյուրանոցի նախագիծ, պահանջը եղել է հետևյալը՝ 20-ականների Երևան։ Դուք չեք պատկերացնում ինչ տանջանքների միջով ենք անցել, որպեսզի մենք նյութեր գտնենք։ Եվ նյութեր, եւ կահույքի էլեմենտներ, որոնք պատմություն կունենան, այո, որպեսզի դա նույնպես կիրառենք այդ նախագծում։ Շատերը արդեն ձևափոխվել են, շատերը արդեն մի քանի սերունդ ներկել եւ այլն անգամ մեր էջում հայտարարություն դրեցինք, հետո անեցինք, որովհետեւ ուզում ենք անգամ այդ դեկորը վերցնենք եւ կրկնօրինակենք գոնե այդ դիզայնը կրկնօրինակենք եւ շատ մեծ դժվարության առջև կանգնեցինք։ Դա նրա պատճառով, որ երևի մարդիկ չեն կարողացել մասնագետ գտնել, մշակել եւ կյանքը երկարացնել տվյալ կահույքի։ Դա շատ ցավոտ թեմա է, ես կարծում եմ, որ երևի դիզայներները, նկարիչները եւ մի խումբ արվեստագետներ պետք է ամեն մեկը մի փոքր լումա ունենա նման հարցին մոտեցման համար, պահպանելու, գտնելու, օգտագործելու ինտերիերներում, հա։ Ես կարծում եմ, հիմա դուք ինձ հուշեցիք բավականին հետաքրքիր իդեա, եւ ես կարծում եմ մեր թիմի հետ կխորհրդակցեմ եւ կսկսենք նման կահույքների որոնումը եւ իրենց նոր կյանք տալը։ Արամ, խոսեցիք արվեստից, բնականաբար չեմ կարող չխոսել նաեւ այդ թեմայից, քանի որ դուք նաեւ նկարիչ եք։ Ավելի շուտ նկարիչ եք, հետո դիզայներ։ Այո։ Արդյոք էկոարվեստը Հայաստանում նույնպես այլևս գոյություն ունի։ Շատ բարդ հարց եք բարձրացնում, նկարչության նյութերը շատ դժվար է հիմա էկո միջավայրից գտնել, որովհետև քիմիական միջամտությունները շատ են, բայց ես կարծում եմ մենք մի օր կվերադառնանք այն կետին, որտեղից որ սկսվել է նույն գեղանկարչությունը, Որդան կարմիրներից։ Այո, ես վերջերս Ռեմբրանտի տուն թանգարանում էի եւ ականատես եղա, թե ինչպես էին բնական նյութերից տանում ներկեր։ Էլ չասեմ, որ դրա շնորհիվ են պահպանվել նրանց աշխատանքները։ Քիմիական միջամտությունները երկար կյանք չունեն, այո։ Ես կարծում եմ կարելի է գնալ արդեն դեպի այդ ժամանակաշրջանները եւ գեղանկարչությունը նույնպես վերադարձնել դեպի էկո աշխարհ։ Քանդակի մեջ ավելի հեշտ է, որտեղ քար է, բնություն է եւ դու կարողանում ես քանդակի միջոցով տուֆի եւ այլն։ Բայց կա քանդակի մի այլ ուղղություն, որոնք որ ձուլվում են նույն մետաղներից եւ այլն, հա։ Այնպես որ ես հույսով եմ, որ կհասնենք այդ կետին։ Արամ, մեծ վտանգ կա, որ շատ մասնագետների կողմից, որ արվեստի հետաքրքրությունը գնալով անհետանում է, ինչի համար, որովհետև արհեստական բանականությունը ամեն բան սկսում է կիրառել եւ ժամանակի ընթացքում կարող է այսպես ամբողջությամբ գրավել այս դաշտը։ Համաձայն եք այդ մտքի հետ ամեն դեպքում, թե կարծում եք, որ սա ուղղակի ենթադրություններ են։ Ոչ, համաձայն չեմ, ինչի համաձայն չեմ։ Երբ հայտնվեց Photoshop-ը, չէ, մարդիկ ասում են վերջ, լուսանկարչության արվեստը, երբ հայտնվեց 3D Max-ը, ասեցին վերջ, ճարտարապետությունը կամ արխիկադը, ճարտարապետությունը հիմա այլևս պետք չի լինի եւ այլն, հա, որովհետեւ նախկինում ձեռքով են այդ ամեն ինչն անում, հոգի էին դնում, հաշվարկներ անում, բայց եկեք համաձայնվեք, որ եւ ճարտարապետությունը եւ դիզայնը եւ մնացած ուղղությունները սրընթաց աճ են ապրում աշխարհում եւ այդ նորարարությունները միայն օգնել են առաջ գնալու։ Շատ համաձայն եմ ձեզ հետ, ես կարծում եմ, որ սա լուրջ մարտահրավեր է արվեստի համար, հա, առհասարակ աշխարհի բոլոր արվեստագետներին, մրցել արհեստական բանականության հետ։ Այո, պետք է օգտվել, ինչու՞ չէ, պետք է օգտվել։ Տեսեք, հիմա կա ժամանակի խնդիր, Կարեն, այսինքն, եթե այս բաժակը, հա, օրինակ արտադրվել է նախկինում 3 ժամում, հիմա արդեն այնքան ամեն ինչը զարգացած, որ պետքա 1 րոպեում, 2 րոպեում այլապես մրցակցությունից դուրս կմնաս։ Դա արվեստում էլ է այդպես։ Այսօր
շատ արագ ամեն ինչ առաջ գնում։ Եթե դու համահունչ չգնացիր այդ ամեն ինչի հետ, դու հետ կգնես, հետ կմնաս աշխարհից։ Պետք է հետևել աշխարհում ինչ է։ Նույն արհեստական բանականություն, օրինակ ես օգտվում եմ, ես խոսում եմ, շփվում եմ, իդեաներ եմ գեներացնում, արդյոք դա խանգարում է, ոչ։ Արդյոք դիմորդների քանակը քչացել են նույն մեր Դանելյան արտ ստուդիոյում, ոչ, հակառակը շատացել են, կարող են չէ երեխաները ուղղակի արհեստական բանականությամբ իրենց ուզած պատկերը ստանային, բայց դա մտքի հետ կապ չունի, հոգու հետ կապ չունի։ Արվեստը ինքը մտքի, սրտի, հոգու, չէ, միաձուլումն է, արհեստական բանականությունը ինքը տեխնիկական գործիք է, որը միայն ու միայն օգնելու է։ Պետք չի մտածել, որ վերջ այլևս դիզայներներ պետք չեն, նկարիչներ պետք չեն, չէ, մենք նոր խոսացինք հենց հին իրերին կյանք տալու, չէ, ձեռքի աշխատանքների, ձեռքի քանդակների, նույն արհեստական բանականությունը պետք է օգտվել։ Շատ լավ, խոսեցիք նաև բնության եւ արվեստի կապի մասին, կարծում եմ, եթե ոչ ուղիղ իմաստով, ապա ենթադրում եմ, որ սրա մասին էր խոսքը։ Եկեք խոսենք բնությունից, որքան է կարևոր արվեստագետի համար բնությունը եւ կապը, հա, որ չկորցնի։ Կապը ուղիղ է, կարևորությունը շատ, որովհետեւ ես արվեստագետ չեմ ճանաչում, չեմ տեսել, կապ չունի թե որ ճյուղի արվեստագետ է, որը որ ով որ կապ չի ունենա եւ չի ձգի բնությունը, ում չի ձգի բնությունը։ Նման դեպք ես չգիտեմ։ Հիմա դուք նույնպես արվեստագետ եք եւ գիտեք դա ինչ բան է, չէ՞, առանց բնության անգամ 4 պատի մեջ նստելով դու առանց պատուհանդ բացելու չես կարողանում։ Համաձայն եմ, շատ հաճախ այդ կանաչ գույնը անընդհատ ուզում ես տեսնել։ Այո, իսկ բնությունը, եկեք չմոռանանք, որ մեզ շրջապատող ամեն ինչը հիմա այս տաղավարում բնությունն է։ Բնությունից վերցրած, բերված, դրվածի այստեղ ու տարբեր մշակումներով։ Բնությունը, երբ որ ասում եք բնություն, դա մարդն է։ Մի տարօրինակ հարցերի այսպես շարք եմ պատրաստել ամփոփման համար։ Ձեզ համբերություն փորձեք պատասխանել։ Նայեք, հետաքրքիր է, որ դիզայնի այս զարգացման ընթացքում մարդիկ ամեն ինչ բարդացրեցին իրենց կյանքը, իրենց շրջակա միջավայրը, տպավորություն է, որ շատ բան պետք է մարդուն ապրելու, կացարանը ստեղծելու համար, հա։ Մարդիկ փոքրիկ տնակում էին ապրում եւ երջանիկ էին, բայց այսօր, չգիտեմ, միտումները փոխվել են, մարդկանց ցանկություններն են փոխվել, շատերը կարծում են, որ երջանկության համար պետք է ունենան մեծ առանձնատուն, սենյակներ, մինիմում 150 քառակուսի մետր եւ այլն, լողավազան, այսինքն այն ամենը ինչ տեսել են եւ իրենց համար կարծատիպային այսպես ձևավորվել է։ Արա ինչ եք կարծում, իսկապես մարդուն պետք է այդքան բան։ Երջանիկ լինելու համար միանշանակ պարտադիր չի ունենալ այդքանը։ Երջանիկ լինելու համար ես կարծում եմ անգամ կխանգարի դրա մասին մտածելը։ Դա պետք է ինքնաբերաբար լինի։ Դա ոչ թե երջանկություն է, այլ քո առօրյա կոմֆորտը, միջավայրը ստեղծելը։ Ես շատերին եմ ճանաչում, ովքեր որ շատ փոքրիկ բնակարանում են բնակվում, բայց ստեղծել են այն միջավայրը կամ մենք շատ մեծ հզոր արվեստագետներ գիտենք, բոլորիս հայտնի պայմաններում են իրենք ապրել, բայց աշխարհին ինչ են թողել, չէ՞։ Դրա համար երջանկության ձևավորումը չի ձևավորվում ապրուստի պայմաններով, հա։ Երջանկությունը դա քո հոգու խորքում է։ Դու կարող ես փոքրիկ միջավայրում շատ երջանիկ ես զգալ, բայց պետք չի դադարել, ձգտել քո միջավայրը, քո կոմֆորտը ավելի բարելավել, դա էլ չի խանգարում միանշանակ, բայց դնել հենց այդ կիզակետում թե պետք է այդպես լինի, որ երջանիկ։ Մեր հայկական մենթալիտետում շատ տարածված է, հա, որ եթե կարծում եմ 10 հոգու սոցհարցում անենք, առաջնային կլինի, կուզեմ մեծ առանձնատուն, շատերն են ձգտում իսկապես առանձնատուն ունենալ, մեծ միջավայր, հողամաս եւ այլն եւ այլն։ Սա որտեղից է գալիս։ Նույն կետին կարող եմ անդրադառնալ, մարդը ուզում է իր հարմարավետությունը ապահովել, եթե կապում են դա երջանկության հետ, դա երևի իրենք պետք է ասեն, բայց իհարկե
դա ամեն դեպքում դուք օրինաչափություն չեք նկատել մեր հայ պատվիրատուների միջև, որ ձգտումները, կարիքները շատ նման են բոլորի։ Քանի որ մենք հանդիպում ենք նրանց, երբ արդեն դա ունեն, հա, կամ արդեն իրենք սկսում են կառուցել, ստեղծել այդ ամենը, մարդն արդեն գալիս է քո մոտ, հասկանալով թե ինչ է ուզում եւ արդեն մտովի պատրաստ է դրան, կարելի ասել անգամ մտովի ապրում են այն տանը, որը որ դեռ չի էլ նախագծվել, կառուցվել։ Չեմ կարծում, որ դա երջանկության ամենա ուժեղ հորմոնն է մարդու օրգանիզմում, բայց հաստատ շատ ավելի լավ կլինի եւ տրամադրության համար եւ անձնական տիրույթում կոմֆորտ ունենալու համար։ Ամեն դեպքում տունը այն վայրն է, որտեղ մարդիկ անցկացնում են իրենց կյանքի գերակշռող մասը։ Այո, եթե հնարավոր է, իհարկե պայմանները բարելավել, միանշանակ դա միայն ողջունելի է։ Այդ հարցում ձեզ կօգնի Արամ Դանելյանը, իդեմս Arma Design Studio-ով։ Շնորհակալ եմ Արամ, հետաքրքիր զրույցի համար։ Հուսամ առաջիկայում դեռ առիթներ ունենալու ենք ոչ միայն եթերում հանդիպել, այլ նաև շրջել տարբեր երկրներում, տարբեր փառատոների եւ ցուցահանդեսների շրջանակում, ուսումնասիրել այն ինչ կատարվում է աշխարհում, որովհետեւ իսկապես երբ անընդհատ գիզակետում ես լինում, գիտակցում ես, որ լավ իմաստով եմ ուզում ասել, որ ոչինչից էլ հետ չես ընկել եւ մի բան էլ դու ունես գաղափարներ, որ տեղ ունեն եւ եթե լինի հնարավորություն, ապա կարող եք գտնել աշխարհի այս բոլոր խճճված, անընդհատ պրոգրեսիվ զարգացող միտումների շարքում։ Ես կարծում եմ հաջորդ մեր հանդիպմանը արդեն կքննարկենք նոր ցուցահանդեսը միջազգային, որտեղից կգանք նորություններով։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերքի համար։ Նաև հիշեցնեմ, որ դուք Միլանում խոստացել եք, որ սկսելու եք արտադրություն։ Այո։ Մենք անհամբեր սպասում ենք դիզայն, այո, հեղինակային դիզայն օբյեկտներին, որոնք հուսամ ժամանակի ընթացքում կդառնան հենց էկո օբյեկտներ։ Միանշանակ։ Շատ լավ, կհանդիպենք։ Ստեսություն։